աթեիստների աշխարհի հայրերից մեկը, որ այսօր ողջ է եւ ամենահայտնի եւ ցայդուն աթեիստ բանախոսն է, իր քրիստոնյայի հետ ունեցած շատ հայտնի քրիստոնյա աստվածաբան Հովիվ Քարոզիչի հետ բանավիճելու ընթացքում հետևյալ հարցը տվավ. Richard Dawkins անունը անհավատ եւ գսե եթե Աստված այսքան շատ գսիրեր մարդկությանը եւ որոշում գայացրեց որ ներում շնորհեր ապա ինչու համար պետք էր որ իր որդին աշխարհ ղրգեր խաչը բարձրացներ չարչարվեր արյուն լվավիճակ փշեբսակ գողից խոցեին եւ ոտերը կամին եւ այս ամբողջ ինչու եթե սիրում եթե պիտի ներեր թողսեր ներում եմ քեզ I forgive you ու վերջ բատմությունը թողավարդեր ինչ պետք կար այս աստիճանին բատմություն սարքել պիտի ներես ասա ներում եմ ցեզ ամեն մեկը հաջողությամբ գնացեք ձեր դները ու ապրեք վերջ բնականաբար Richard Dawkins անհավատ է եւ թեև աստվածաշունչը շատ լավ գիտե շատ լավ բայց թարս գարթում է ինքը ձուր քլխիգոր իր փիլիսոփայական գաղափարով գարտալ։ Հիմա դա ուրիշ հարց է։ Իմիջ այլոց շատ լավ սովորություն է նման աթեիստներին կյանքը հարցերը վերցնել, ամենաբարդ հարցերը վերցնել, դրանք բերել Աստծո խոսքի լույսի ներքո եւ փորձել աստվածաշնչում այդ հարցերի պատասխանները գտնել։ Քո հավատքդ պիտի զորանա, ամուր քրիստոնյա կլինես։ Եվ այդ ժամանակ կարողանանք պատասխան տալ նրանց, ովքեր մեր հավատքի մասին կհարցնեն, առողջ պատասխան, խոր պատասխան։ Դա ուրիշ պատմություն է։ Ուրեմն ինչու համար է Աստված պիտի ներեր այս բոլոր խաչելությունը, խաչը եւ չասեց ներում եմ ցեզ։ Գիտեք, այս հարցը բարձ հարց չէ։ Այս հարցը ներկա սերունդի հարցն է։ Որոշ շատերու համար խաչը երբ որ խաչին գնային անհրաժեշտ չի գսեն խաչը։ Այսին ուրիշ ճանապարհը պետք է լար, խաչը անհրաժեշտ չէր։ Դաժան խաչը գադես անարդարություն կա մեջը։ Խեչ մարդուն բերի խաչեցին, մեղջերդ մարդը կոնե լավ բաներ արեց, այդ Հիսուսը սվածը, ինչու կխաչեն, ինչու դաժան, անարդար կործողության կվերածեն։ Ինչու համար դարաբանք, ինչու համար արյունը հոսի, ինչու համար ցերկին ոտքերին կամ այդպես երկեցին, այդ կամերը, ինչու այդ բոլորը։ Հիմա շատ կարևոր հարցեր են եւ ասոնք հարցեր են, որոնք աստվածաշնչի սրդի դրոփումը լսել կուտան մեզ։ Աստծո խոսքի սրդի մեջ այս հարցերը կան եւ այս հարցերի նաեւ պատասխանը։ Խաչը անհրաժեշտ էր, որովհետեւ Աստված ոչ միայն սիրող Աստված էր, այլ նաեւ որովհետեւ Աստված արդար Աստված է։
The cross was necessary because God is not only loving but also just. Արդար Աստված է։ Այսինքն եթե խաչը եւ խաչի անհրաժեշտությունը մեջտեղից բիդահանենք, հետեւաբար Աստված միայն մեկ ստորոքելիով գթողնենք։ Սիրող Աստված ու վերջ։ Էլ ոչ խաչ պետք է ոչ ինչ որ ասենք։ Բայց որովհետև Աստված ստորոքելիներով է ճանաչվում որպես Աստված, հետևաբար իր ստորոքելիներից մին, որ անկախտելի է, ոչ միայն սիրող Աստված է, այլ նաև արդար Աստված է։ Եթե Աստված ասեր մեղավորին ինձ եւ քեզ, ներում եմ քեզ, բարի ճանապարհ քեզ, այսպես անելով ինք ուրացած պիտի լիներ իր արդարությունը։ Աստված իր արդարությունը ուրացած պիտի լիներ։ Աստուծո սերը ներում է, իսկ Աստծո արդարությունը մեղքի հարցն է լուծում։ Հիմա մենք շատ հեշտ ներվեցինք։ Փառքեզ Տեր։ Քրիստոս խաչվեց, բերավ, ներողություն հայր։ Փրկվեցինք, ապաշխ։ Շատ հեշտ գտվա, որը մենք ավելի շատ Աստուծո սիրուն կգարչինք, քան իր արդարությունը կթողնենք իր որդու համար, իր սերը կվերցնենք մեզի համար։ Բայց Աստվածաշունչը այդպես բան չի սովորեցնի մեզ։ Քիչետ պիտի տեսնենք։ Ուրեմն Աստծո սերը թողություն է տալիս, ասում է ներում եմ քեզ, you're forgiven։ Բայց իր արդարությունը մեղքի հարցը պետք է լուծե, որ Աստծո խոսքը գսե Հռոմեացիս 6:23-ի մեջ գսե, վասնզի մեղքին վարձքը մահ է։ Մեղքին վարձքը մահ է։ Մեղքը բար սխալը չէ։ Այլ մեղքը սիրեներ Սուրբ Աստուծո հանդեպ ապստամբությունն է, որը կբահանջի Աստուծո արդար Թադաստանի միջամտությանը։ Մեղքի հարցը միայն այդպես կլուծվի, ուրիշ կերպ չի գա։ Ռիչարդ Դոքինս Եվ իր սկզբանը ինչու համար զողություն, ինչու համար խաչ, ինչու համար արյուն հոսել, իր սկզբանը Աստված սկզբունքը գայացուցած էր, որոշումը հաստատած էր, եւ ինչ էր Եբրայեցիս 9:22-ի մեջ կտեսնենք, 5 դագարանում ալ կտեսնենք հետեւյալը, առանց արյուն թափվելու չի կարող մեղքերի թողություն դեղի ունենալ։ Պիտի արյուն թափվի, որպեսզի մեղքը ներվի։ 5 դագարանում այդպես էր, հրյա մեղքը կործեր, երբ որ մեղք կործեր, գառնուկ պիտի բերեր։ Քահանային գուքար, ցերկը գառնուկի գլխում պիտի տներ, գզովեր գառնուկը իր փոխարեն, եւ այս ցերկը գառնուկի վրա դնելով իր մեղքերը փոխանցված կլար այդ գառնուկին, պետք է մեկը արյուն պետք է տապեր, մահ պետք է դեղի ունենար, որպեսզի մեղքը կավեր։ Մեղքի հարցը արյուն հեղելով կլիներ, որը ցույց կտա մեղքի ահռելիությունը, լրջությունը։ Անշուշտ սա չի նշանակում, որ Աստված հաճույք է ստանում զողություններով, կամ իր որդին խաչի վրա տեսնելով, Աստծո համար հաճելի չէր դա, երբեք։ Այս միականություն մներ եւ ոչ թե հաճույք։ Եվ ասիկա ցույց կտա խաչի անհրաժեշտությունը այս բոլորը ցույց կտա, որ մեղքը քին կբանջի։ Մեղքը այնքան լուրջ է, որ կյանքի քին կբանջի, որպեսզի մեղքը քավվի։
Մեղքը շատ լուրջ է։ Մեղքն էր, որ մեզ Աստծո բաժանում բերեց։ Եսայա 59:2-ի մեջ գսել, ծեր եւ ծեր Աստուծոյին միջև բաժանում բերողը գսե ծեր մեղքերը եւ անօրենությունները եղան։ Քիդագից եւ ոչ քիդագից մեղքերը կապ չունի, քիդեի մեղքեր կապ չունի։ Մեղքեր եւ անօրենությունները ցեզ Աստծո բաժանեցին, մեղքը նաեւ մահ բերեց։ Ինչու՞ մանես կա մահ կա։ Մեղքի արդյունքն է։ Մեղքի պատճառով Աստծո բաժանվեցինք, մեղքի պատճառով մահ դեղ ունեցավ։ Եվ մեղքի գներից մեկը Քրիստոսի կյանքը պահանջեց։ Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը պահանջվեց, որպեսզի համայն մարդկության մեղքը կավություն ստանար։ Ամա Պետրոս Արաքյալը գսե, վասնզի դուք փրկակնվեցիք ոչ թե ձեր հայրերը մնացած արձաթով կամ ոսկիով, հապա Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին արյունով, precious blood, թանկագին արյունը, թանկին, սուքին, անգին գսեմ ես։ Ինչու իր որդին։ Այստեղ է ավետարանի գեղեցկությունը։ Ինչու մանասված իր որդին ուղարկեց։ Որովհետև Աստված ինձ մե եւ քեզ մե բանջք չփափակեց, չուզեց, չներկայացրեց։ Իր անձը տվավ մեզի համար։ Աստուծո արդարությունը ինչ էր, մեղքը պետք է պատժվի։ Աստուծո սերը ինչ եղավ, այդ բադիժը իր վրա վերցուց, մեր փոխարեն։ Եվ այս բոլորը խաչի վրա տեղի ունեցավ, խաչելությամբ տեղի ունեցավ։ Եվ միայն Քրիստոսի խաչի վրա զոհողությունն էր, որ Աստուծո արդարությունը հագեցում ստացավ եւ իր ողորմությունը հրաբարակվեց, արձակվեց, հասանելի դարձավ մեզի։ Այլևս Աստծո ողորմությունը մենք չենք կարողանալու վայելել։ Մինչև որ արդարությունը դեղի չունենար, առաջ պետք է արդարություն դեղի ունենար, որպեսզի ողորմությունը հոսեր մեզի համար, մեր վրա։ Խաչը չափազանց անհրաժեշտ էր, որովհետև մեղքը ահռելի է, մեղքը թադաստան կպահանջի, մեղքը արյուն կպահանջի, որով Աստված ի սկզբանե այդ սկզբունքը դրել էր։ Դրա համար անհրաժեշտ էր, որ ոչ թե միայն գներեմ, գնաս էր, այլ մեղքը պետք է իր համապատասխան լուծումը ստանար, որով եթե գներեմ, գներ դու նորեն ու նորից մեղք պիտի գործեիր, ուր մնաց հիմա եթե իրականությունում նայենք Քրիստոսի խաչը արդարության բոլորը դեղի ունենալը ետ դեր եւս մենք շարունակում ենք մեղանչել։ Խաչին նայելիս ինչ ես տեսնում։ Այս վերջերս, միշտ պետ, այս վերջերս, այս հարցը ավելի անցնականացրեցի։ Խաչին նայելիս, ինչ կտեսնես։ Ցազուտ անհատական է, բայց ուզեմ ցեզի հետ գիսվիլ, այն ինչ որ ես տեսնում եմ, ինչ եմ տեսնում, երբ որ խաչին եմ նայում։ Խաչին նայելիս ես երկու բան եմ տեսնում։ Գլխավոր երկու բաներ։ Առաջինը տեսնում եմ մեղքի սարսափելիությունը,
Այսինքն մեղքը այս ծևի թադաստանի պիտի արժանանա։ Այսինքն քիչ ավելի խոր գնամ հովիկ քո աննոտիր։ Եվ մեղավոր անց, որ դեռ եւս չես ապաշխարել, այս բոլորի մեջ ես, եթե դու մեղքի մեջ շարունակես, եթե դու մեղքի մեջ մեռնես, մի օր պիտի կա, որ այն ինչ որ Հայրն Աստված իր որդուն խաչի վրա թույլ տվեց, որ մեղքը պատժվի, դու քո վիճակը, քո հալը այդպիսին պիտի լինի։ Այդ դաժան թադաստանը, որ մեղքի վրա դեղի ունեցավ, խաչի վրա, քոնը պիտի լինի, եթե դու շարունակես մերժել Քրիստոսը։ Ուրեմն խաչին երբ որ գնայիմ այդ վիճակը Քրիստոսի խաչին, գրեստե մեղքի ահռելությունը, որքան լուրջ է մեղքը Աստծո առաջ։ Եվ որքան հաճախ թեթևի գարնենք մեղքը։ Եվ իմ հաղորդքս ասեմ, դեր օգնիր ինձ քո դիրքորոշումը որդեգրել մեղքի հանդեպ, քո լրջությունը, ուրեմն խաչին նայելիս կտեսնեմ մեղքի ահռելությունը եւ երկրորդ բանը կտեսնեմ, խաչին նայելիս կտեսնեմ Աստծո սիրո անսահմանությունը։ Աստուծո սիրո անսահմանությունը խաչի վրա ցուցադրվեց։ Ես դու պիտի լինեինք այդ խաչի վրա։ Ասես մանավանդ ինչ ես որդիս։ Ինչու որ քեզ շատ եմ սիրում, բայց որդու չես սիրում, իհարկե սիրում եմ։ Անիկա իմ սիրելի որդիս, որուն հավանել եմ։ Նույն չափ քեզ եմ սիրում, նույն չափ հավասար։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ռիչարդ Դոքինս լսեցիր, Աստված քեզ ինչքան է սիրում, եւ մեղքը ինչքան լուրջ է, եւ ինչու համար խաչը անհրաժեշտ էր, եւ ինչու համար արյուն պետք է թափվեր, որով առանց արյուն թափվելու մեղքը չէր կարող կապվել։ Խաչին նայելիս ինչ ենք տեսնում։